Հանրապետության մշտական բնակչության թիվը 3 միլիոն 10,598 է 15 թվականի հունվարի 1-ի տվյալներով, դա մշտական բնակչությունն է, ոչ թե առկա բնակչությունը, ու մեր բոլոր հաշվարկները ոնց որ դրա հիման վրա են արվել, տարեցների թիվը, այսինքն 65 տարին լրացած անձանց թիվը հանրապետությունում 323,134 է, որը կազմում է բնակչության ընդհանուր թվի 11,5%-ը, ինչը խոսում է այն մասին, որ մենք ծերացող երկիր ենք, ասեմ, որ միջազգային դասակարգումով տարեց է համարվում 65 տարին լրացած մարդը, ծեր է համարվում 75 տարին լրացածը եւ երկարակյաց 90 տարին լրացածը 85 տարին լրացած անձանց թիվը 24771 է 100 տարին լրացածների թիվը 127 հոգի է հանրապետությունում 100 եւ ավելի տարիք ունեցող ամենատարեցները 2 հոգի են 114 տարեկան այսօրվա դրությամբ հանրապետությունում ամենատարեց մարդիկ ասեն որ կյանքի միջին տևողությունը այսօր կազմում է 74,8 տարի, կանանց համար 77,9, տղամարդկանց համար 71,5, տղամարդիկ դե ավելի կարճ են ապրում կանանցից, եւ այս ցուցանիշը անցյալ տարվա համեմատ այս տարի կես տարով 0.5-ով ուրեմն ավելացել է։ Միջին կենսաթշակի չափը այսօր 41,000 դրամ է, 15 թվականի հունվարի 1-ի դրությամբ 41,000 է։ Ну, բնականաբար դա չի բավարարում, այդ սպառողական զամբյուղի չափը մոտավորապես ըստ տարբեր աղբյուրների 60-ից 70 հազարի կարգի է եւ այդ սպառողական զամբյուղը չբավարարող տարեցներին, դրանք հիմնական միայնակ տարեցներն են, ասենք մենք դա փոխհատուցում ենք ընտանեկան նպաստի համակարգով, ուրեմն այսինքն այն տարեցները, ովքեր միայնակ են, ում կենսապայմանները բավարար չեն, նրանք ընդգրկված են այդ ընտանեկան նպաստի համակարգում, ստանում են եւս 17,000 դրամ նպաստի գումար եւ իհարկե մենք փորձում ենք լրացնել նաեւ այդ բացը, այսպես ասած բացը նյութական օգնության, սպասարկման եւ խնամքի ծառայություններով, որի մեջ մտնում են անվճար դեղորայքի հատկացումը, պարբերաբար սննդի օգնությունը եւ այլն, այնպես որ այդ առավել կարիքավորները բացի կենսաթոշակը, բացի նպաստը օգտվում են խնամքի ծառայություններից, ինչը գալիս է մի փոքր մեղմելու իրանց այդ սոցիալական ծանր վիճակը։